Ողջույն սիրելիներս, բարի գալուստ իմ ալիք։ Սիրելի բաժանորդներ ու հարգելի հյուրեր, հապա տեսեք ինչ է այստեղ կատարվում։ Սա իմ զարդերի կոլեկցիայի մեկ հատվածն է ընդամենը, այստեղ մի քանի տուփերի մեջ կան մի քանի զարդեր։ Ես կփորձեմ որոշները ձեզ ցույց տալ, տեսնենք միասին ինչ կա այս տուփերի մեջ։ Դե գնացինք։ Մնացեք ինձ հետ տեսնելու ամենահետաքրքիրն ու գեղեցիկը։ Չմոռանամ ասել, որ իմ կոլեկցիան շատ մեծ է, սա հավաքածուիս մեկ մասն է եւ այս կոլեկցիան ես ձևավորել եմ ընդամենը 3 տարվա ընթացքում, սկսելով 3 բրոշից եւ 2 կլիպս ականջողերից, դա եղել է իմ առաջին վինտաժային գնումները, այդտեղից սկսեց ամեն բան սիրելիներս, այդ 3 բրոշից եւ 2 կլիպսներից սկսվեց իմ ողջ հավաքածուն։ Սիրելիներ, ահա մի մասը բերել եմ իմ աշխատանքային սեղան, իմ ստուդիո, որպեսզի միասին նայենք, սա մի փոքրիկ հատվածն է։ Ահա այսպիսին է իմ աշխատանքային ստուդիոն։ Հիմա անցնենք գործի։ Նախապես ասեմ, որ մի քանիսն եմ բերել, որպեսզի հասցնեմ մեկ տեսանյութի ժամանակ ցուցադրել ձեզ։ Ասեմ, որ իմ կոլեկցիան ես ձևավորել եմ 3 տարվա ընթացքում, սկսել եմ 3 բրոշից, 2 կլիպս ականջողերից եւ այդտեղից սկսեց ամեն ինչ։ Ասեմ, որ զարդերի նկատմամբ իմ սերը դեռևս եղել է վաղուց փոքր ժամանակվանից եւ 3-4 տարեկան աղջնակի մայրիկի զարդատուփը բացում էի եւ խաղում էի նրա բրոշներով ու կլիպսներով։ Մինչեւ հիմա վաղ տպավորված են իմ մոտ այդ զարդերը, այնքան գեղեցիկ էին, ամերիկյան զարդեր էին, դե եթե պահպանված լիներ, բնականաբար կլիներ իմ կոլեկցիայում, բայց ցավոք սրտի ես չեմ կարողացել այն ժամանակին ձեռք բերել, իսկ հայրական տնից դուրս գալուց հետո այդ զարդերը կորել են, չգիտեմ, դեն են նետել, թե ինչ-որ մեկին են նվիրել, բայց շատ հոյակապ վինտաժային կոլեկցիա կլիներ իմ զարդերի աշխարհում եւ ամենաթանկագինն ու նվիրականն ու սուրբը կլինեին, քանի որ մայրիկիս զարդերն էին։ Իսկ հիմա ես եմ իրեն նվիրում վինտաժային զարդեր, բայց միևնույնն է բոլորիս հիշողությունում այն գեղեցիկ զարդերն էին, որ երբևիցե նա ունեցել եմ։ Դե ինչ, անցնենք գործի նայելու իմ զարդերը, սիրելիներ։ Ասեմ, որ յուրաքանչյուր կտորի վրա երկար կանգ չեմ առնի, կարիք չկա մանրամասնորեն ներկայացնելու ժամանակաշրջանը, ծագումը, բրենդը եւ այլն, ուղղակի արագ-արագ ցույց կտամ, պարզապես ժամանցային ծրագիր թող լինի այս տեսանյութը, ոչ թե ճանաչողական ավելի շատ։ Ասեմ, որ վաղուց չեմ նայել տուփերի մեջ, չեմ հիշում, որի մեջ ինչ կա, սկսենք առաջինից, Սվարովսկի։ Շատ գեղեցիկ կարապ։ Այստեղ կա ամեն ինչ, գունավոր մատվի ապակի, ցերկոններ, կանաչ քար, շատ գեղեցիկ բրոշ է։ Հիմա նայենք այստեղ ինչ կա։ Սկսեմ կորալային վզնոցից, սա բնական կորալ է, հարգելիներ։ Չեմ առանձնացրել բրոշները վզնոցներից, որը որ պատահի այն էլ ցույց կտամ։ Այս գեղեցիկ կորալային վզնոցը, այս գեղեցիկ կորալով բրոշը, տեսեք ինչքան գեղեցիկ են գույները։ Եվս մեկ կորալային բրոշ։ Եվ ահա այս կարմիր էլեմենտով չեխական բրոշը։ Ես սիրում եմ ինչպես կրիստալներով բրոշներ, այնպես էլ գունավոր բրոշներ, որովհետև իրանք տարբեր են, ամեն մեկը իրենց տեղը ունեն։ Տեսնենք այստեղ ինչ կա։ Սերտիֆիկատով Մուրանո է։ Շատ գեղեցիկ ականջողեր։ Ահա, այսպես պահեմ ափիս մեջ, որ տեսնեք գույները։ Ոնց որ բալը լինի։ Գեղեցիկ խորանարդիկ է եւ գեղեցիկ կլոր էլեմենտ։ Լավ, գույնային գաման տեսանք, հիմա անցնենք առաջ։ Ահա եւս մեկ Մուրանո։ Made in Italy Murano։ Տեսնենք այստեղ ինչ կա։ Կլիպսներ են շատ գեղեցիկ։ Երևի ճիշտ կլինի մոտեցնեմ, նայեք։ Ահա երկու ականջողներ, ժանյակային կատարմամբ, շատ նուրբ։
Ներսի հատվածը նույնպես շատ նուրբ աշխատանք, նրբաճաշակություն ուղղակի։ Տեսնում եք, խառն եմ ցուցադրում զարդերը, չեմ առանձնացրել ականջողները բրոշներից, բայց առանձին կլինի նաև ականջողերի թեմա, որովհետև մի առանձին դարակել ունեմ ականջողների վինտաժային կլիպսների համար նախատեսված։ Բայց ձեզ երևի այսպես խաղը ավելի հետաքրքիր է, հաշվի առնելով իմ բաժանորդուհի Հայկուհու ցանկությունը, սա էլ կոմպլեկտ եմ ձեզ ցուցադրում, տեսեք ինչ գեղեցիկ են փայլում քարերը, շատ հիասքանչ կոմպլեկտ է, շատ ճոխ։ Թիթեռնիկը ծաղիկի վրա հիանալի կոմպոզիցիա է պատրաստված բրոշի վրա, իսկ ականջողերը նույնպես կարծես սրտիկները սրտիկի վրա, ներսի աշխատանքը, լիցքը նույնպես շատ գեղեցիկ է կատարված։ Շատ հիասքանչ կոմպլեկտ, որը որ կզարդարի և կճոխացնի յուրաքանչյուր լուք։ Տեսնենք հաջորդը ինչ է։ Խառն եմ ցույց տալիս, տեսեք ինչ գեղեցիկ մադամ է, շատ էլեգանտ բրոշ է, շատ էլեգանտ մադամ։ Տեսնենք այստեղ ինչ ունենք, այսպիսի բրոշներ, այս մեկը ապարաժից հանած խրուստալով է, նայեք ինչպիսի գույնային խաղ կա այս բրոշում, նույնիսկ կողքի ցերկոնները խամրած են երևում, այս գլխավոր էլեմենտի խրուստալի պատճառով, քանի որ անհավանական փայլուն է, անհավանական, անբացատրելի կրիստալ է։ Սա էլ ծաղիկ է, վարդ, ինչպես տեսնում եք, և հետևի հատվածը գեղեցիկ դաջում ունի այս բրոշը։ Նայենք հաջորդ տուփերը, սիրելիներ։ Տեսնենք ինչ կա այստեղ, ինչ գեղեցիկ ծաղիկներ են, մեկը բրոշ է, մյուսը ականջողեր։ Ահա նշված է, պատրաստված է Անգլիայում։ Եվ շատ գեղեցիկ, շատ ռոմանտիկ կլիպսներ են, դեղին վարդեր, ես շատ եմ սիրում դեղին վարդեր։ Դեղին վարդերի հոտը առանձնահատուկ անուշ է։ Մենք ունեցել ենք դեղին վարդերի պարտեզ, ուղղակի դրախտ էր այդ պարտեզը, երբ մտնում էիր բույրից արփում էիր, այնքան խիտ արոմատ էր ինձ պարտեզում կանգնած, որ քեզ թվում էր աշխարհի ամենալավ պարֆյումն ես լուծանել։ Ահա եւս մեկ գեղեցիկ ծաղիկ, մետաղական, ամերիկյան վինտաժ, դնենք այստեղ այս գեղեցկությունը։ Ես սիրում եմ նմանատիպ ծաղիկներ։ Ահա թե ինչ, եւս մեկ ծաղիկ, եւս մեկ վարդ, սիրելիներ, բայց սա իսկական վարդ է։ Իմ ասած դեղին վարդն է երևի, թե չորացրել են ու ոսկե պատել, սա այդ տեխնոլոգիան է, այո, կա նման տեխնոլոգիա, երբ իսկական ծաղիկները, տերևները չորացնում են և ոսկե ջրում, անգամ արկա է մարկիրովկան, պատկերացնում եք չորացրած վարդով բրոշ։ Հիասքանչ է ուղղակի, հիասքանչ։ Դե շարժվենք առաջ, հարգելիներ, տեսնենք էլ ինչ ունենք տուփերում, այ օրինակ այստեղ տեսնենք ինչ ունենք։ Օ, հերթական մանուշակներ, սրանք կոլեկցիոննի են, այստեղ այս 2 հատանոց, 4 հատանոց կա, 3 հատանոց, կոլեկցիոննի բրոշներ են, պատրաստված են Գերմանիայում, ուրեմն 40-ականների վերջ, 50-ականների սկիզբ, այդ ժամանակաշրջանի բրոշներ են, շատ գեղեցիկ բրոշներ են, ինձ թվում է ես երբեք նրանցից չեմ բաժանվի, կան չէ զարդեր, որ իսկապես շատ սիրելի են, շատ։
ուզում եմ տեղադրել մեր մյուս ծաղիկների մոտ, որպեսզի գեղեցիկ փնջերով հիանանք մեր ծաղկային։ Երևի թե այստեղ մյուս դել կդնեմ։ Ահա այսպես։ Տեսնենք ուրիշ ինչ ունենք տոփերում, ճիշտ ասած չգիտեմ։ Ահա թե ինչ, ես փնտրում եի այս բրոշները, մենք միասին տեստ արեցինք այս բրոշը, հիշում եք, ապարատը զնգում էր, այսինքն ճանաչել էր որպես բնական քար։ Սա էլ անտիկ բրոշ է, կյանքը ծեծած բրոշների դասին պատկանում։ Հարգելիներս, կանգ չենք առնում, շարժվում ենք առաջ, տեսնենք ինչ կա այս մյուս տոփում։ Յանտարից և բնական քարերից վզնոց ու թևնոց բրենդային է և ունի սերտիֆիկատ, որ պատրաստված է բնական քարերից և յանտարից։ Այստեղ տեսնենք ինչ կա։ Այս գեղեցիկ կոմպլեկտն է, բրոշը իր ականջողերի հետ։ Շատ գեղեցիկ ժապավեն է, ցերկոններով զարդարված։ Հետևի մասը նույնպես լիցքը շատ հոյակապ է արված։ Սա էլ իր ականջողերով դնենք այստեղ։ Այս գեղեցկությունը, թող գեղեցիկը, բարին, պոզիտիվը միշտ շրջապատի ձեզ, սիրելիներ, ես շատ եմ ուզում, որ ձեր մոտ ամեն ինչ լինի հիանալի, միշտ ունենաք բարձր տրամադրություն, սիրելիներ։ Այս տոփում անտիկ բրոշ է, փղոսկրից պատրաստված և փղիկ է պատրաստված, փղոսկրից փղիկ է պատրաստված։ Դնեմ այստեղ։ Ահա եւս մեկ բրոշ, սա էլ բրենդային է, էլի դիզայներական աշխատանք, Gigi բրենդն է։ Շատ ճանաչված բրոշ է սա, սերիական բրոշ է, ունի տարբեր սերիաներ։ Տեսնենք ինչ կա այստեղ, սիրելիներ, թե հիշում եմ, ահա, ինչպիսի գեղեցիկ բրոշներ են։ Գույնս գույն կենտրոնական էլեմենտներով, ռոզվի կվարցով, կանաչ կվարցով և երկնագույն։ Տեսնենք այստեղ ինչ կա։ Այստեղ էլ մի գեղեցիկ բրոշ, պերլամուտրային խոշոր էլեմենտով, Sphinx ֆիրման է, անգլիական Sphinx բրենդը։ Դնեմ այստեղ, այս մյուս բրոշի հետ, թեմատիկ է այն այս մյուս բրոշի հետ։ Եվ երկու շատ գեղեցիկ, նույն չափսի բրոշներ, մետաղական ծաղիկ, գեղեցիկ կվարցային կենտրոնական էլեմենտով և մետաղական պսակ, կարծես ծաղիկներով և տերևներով գործված և զարդարված կրիստալներով, խոշոր ու մանր։ Երկու էլեգանտ բրոշներ նույնպես կզարդարեն մեր վինտաժային սեղանը։ Սիրելիներ, ուզում եմ ձեզ ցույց տալ Վենեցիայից պատվիրված իմ Ուրանո բրոշները։ Շատ գեղեցիկ բրոշներ են, շատ բարձր որակի և գեղեցիկ կատարմամբ, բազմաշերտ, տեսնում եք։ Եվ ինչը որ գեղեցիկ է, թանկարժեք է, միշտ շուկայում հայտնվում է բնականաբար կեղծված տարբերակը, դրա համար պետք է ուշադիր լինել գնումներ կատարելուց, սիրելիներ, որովհետև գեղեցկությունը և թանկարժեք իրերը մշտապես կեղծվում են, դա գաղտնիք չէ։ Այդ իսկ պատճառով ձեր ներկայությամբ ես այս լամպով կստուգեմ իմ զարդերը։ Տեսեք, անմիջապես փոխեցին գույները։ Թեպետ ցերեկային լուսավորության ներքո և լամպերի առկայությամբ եմ ես ստուգում, սովորաբար սա մոտ սենյակում է ստուգում, բայց արդեն որակ այնքան բարձր է, որ այս լամպային լուսավորության ներքո այն գույնը փոխում է։ Եվ վերջում սիրելիներ ցույց կտամ այս հրաշք հավաքածուն ձեր տրամադրությունը էլ ավելի բարձրացնելու համար,
Այսպիսի բրոշները կոչվում են լիձինցի սառույցի կտորներ, որովհետև խոշոր կենտրոնական էլեմենտներ ունեն, որոնք համարվում են սառցե կտորներ, վինտաժային շուկայում այդպես են ասում։ Ես փնտրում եմ բրոշ սառցե կտորներով, թեպետ ինձ ավելի շատ հիշեցնում են բնական քարեր, ամիթիստ, ռուբին։ Տեսեք ինչպիսի հրաշալի գույնային խաղ ունեն այս կրիստալները, ինչքան գեղեցիկ են, ժամերով կարելի է նայել եւ իսկական թերապիա է։ Ընդհանրապես քարերը ունեն թերապևտիկ հանգստացնող ազդեցություն, սիրելիներ, եւ առհասարակ հոբին դա թերապիա է։ Ինձ համար կոնկրետ իմ հոբին թերապիա է։ Ես իմ զարդերով զմայլվելով, հիանալով, ձեռք տալով ռեստարտ եմ ստանում, վերականգնվում է ուժերս, որովհետև ինչ է արտադրվում, երջանկության հորմոնն է արտադրվում եւ ինքնազգացողությունս լավանում է, սիրելիներ։ Չէ, կատակը մի կողմ, հոբին իսկապես թերապիա է, դա հաստատել են նաեւ մասնագետները։ Ձեռք բերեք ձեր հոբին, տեսեք ինչ եք սիրում, պարտադիր չի լինի զարդեր, եւ զբաղվեք դրանով։ Սիրելիներ, ինչը որ հանգստացնում է ձեր նյարդերը եւ տալիս է հաճելի էմոցիաներ, բարձրացնում է ձեր տրամադրությունը, մի զլացեք, արեք այդպիսի հաճելի պահեր ինքներդ ձեր համար, սիրելիներ։ Դե այսքանով հրաժեշտ եմ տալիս բոլորիդ, մաղթելով բարձր տրամադրություն, հիանալի գարնանային օր եւ նաեւ հաճելի օրվա ավարտ, սիրելիներ։ Կհանդիպենք շատ շուտով, ցտեսություն, au revoir, à bientôt, à très vite.